Դուք ինձ հետ միասին հիշում եք Լևոն Տեր-Պետրոսյանը, որը Եվրոպա մեծ է, եւ սրանց հոգևոր հայրն է հանդիսանում քաղաքական առումով, լավ իմացեք, այստեղ հիշում եք ինչքան կռաններ էր, մինչև մուշ թաղամասը, այդ կռաններով երկու լենինական կկառուցվեր, ամբողջ այդ կռանները ծախեցին տարան Երևան, ուրեմն պատկերացրեք, երկրաշարժից հետո այդքան ռուսների ուղարկած շին մատերիալներով կարելի էր մի Հայաստան կառուցել այդքան գումարներով, եւ այդ բոլորը մղսեցին, չեմ ասում, ամբողջ քաղաքի գործարանները համալրվել էր ժամանակակից 21-րդ դարի վերջի մեքենասարկավորումներով, պատկերացրեք, ամենավերջի մեքենասարկավորումներով, բոլորը վաճառեցին թուրքերին եւ պարսիկներին, դուք պատկերացնում եք, թե պետական ծրագիր, այսինքն պետության ղեկավարը, պետությունը չգիտի, թե որ երկրում միակ կակոյնի բուծ տնօրեն պետական ունեցվածքը վաճառում է թուրքերին եւ պարսիկներին եւ պետությունը տեղյակ չի։ Դուք հասկանում եք նմանատիպան ոնց կարող է լինի։ Կամ այսօր պետությունը չգիտի, որ այսօր քաղաքապետարանը 30 շին թույլտվություն է տվել եւ դրանով նա չի զարգացմանը քաղաքի եւ երկրի զարգացմանը չի նպաստում։ Այսինքն պետությունը հրահանգ է իջեցրել, որ նմանատիպ քայլեր չեք անելու։ Ինչի համար։ Քաղաքը ունի հադագագիծ։ Եթե քաղաքը ունի հադագագիծ, մի հատ մեխանիզմ կա, որ քաղաքապետը հոխատկացում է անում, գնում է մարզպետարան, վավերացնում են, հետո գնում է քաղաքաշինության նախարարություն, նորից վավերացնում են, եւ այդ ճանապարհը տևում է 1 տարուց 2 տարի։ Այսինքն պետությունը խոչընդոտ է հանդիսանում Հայաստանի Հանրապետության զարգացմանը։ Իսկ եթե պետությունը նմանատիպ է, ինչ կարելի է մտածել։ Այո, անգլո-թուրքական սադանաները ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը, ուրիշ ոչ մի բան։